Այսօր փետրվարի 7-ն է, օրը երկուշաբթի, եթերում Խոստուփ հեռուստաընկերության կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Անցած գիշեր Վրաստանի մի շարք շրջաններում տեղի ունեցած ուժեղ փոթորիկի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել առնվազն 250,000 մարդ։ Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարարության, ուժեղ քամին առավել մեծ վնաս է հասցրել Իմերեթիայի բնակիչներին։ Այստեղ վնասվել են էլեկտրահաղորդակցման վարերը, շարքից դուրս են եկել էներգետիկ օբյեկտները, առանց էլեկտրականության է մնացել 73,000 ընտանիք։ Սագարեջոյում եւ նրան հարող շրջաններում էլեկտրահաղորդակցման վարերը վնասելուց բացի քամին պոկել է շինությունների տանիքները։ Բացի այդ, շրջանում առաջացել են ձյան կուտակումներ, ինչի պատճառով կտրվել է գյուղերի կապը արտաքին աշխարհի հետ։ Այժմ մասնագետները զբաղված են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներով, վերականգնման կոնկրետ ժամկետը չի նշվում։ Թողարկման հիմնական նյութերի մասին նախ համառոտ։ Մարզպետարանում սկսվել է հաշվետվությունների փուլ։ Բավականին լավ աշխատել են, որովհետև այսօր նաև կա ընդհանուր մարզպետարանի աշխատանքի գնահատականը կառավարության կողմից, ընդհանուր մարզպետարանի աշխատանքը կառավարության կողմից գնահատված է բարձր։ Դժվար անցանելի է Կապան-Երևան ճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը։ Այսօր առավոտվա դրությամբ ես ամբողջ այդ երկայնքով ճանապարհի գնացել, ճանչյունը արդեն մաքրել էր։ Ձմեռային միջոցառում Գորիսում եւ Քաջարանում։ Համարել նաև հաճելի միջոցառումը, ժողովուրդն ինքնաբուխ են մասնակցում այս միջոցառմանը, դա նաև համախմբման, միասնականության խորհուրդ կա սրա մեջ։ Սյունիքի մարզպետի հաշվետվությունը նախատեսված է առաջիկայում։ Մինչ այդ Սուրիկ Խաչատրյանը այսօր լսել է մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները։ Երկուշաբթի Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ կառույցի վարչական պատասխանատուները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ներկայացրեցին անցած տարվա գործունեությունն ու առկա խնդիրները։ Առաջինը հաշվետվությամբ հանդես եկավ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը։ Ես 10 թվականների բավականին հաջողություններ ունեցել համակարգը եւ մեր բոլոր բաներով տվյալները, թե ֆինանսական տեսական վիճակում ցուցանիշները եւ թե ուժեղական գործողություն տալու ցուցանիշները նախարարություն գնահատել եւ լավագույն մարզային օպերացիաներն այդ ինժեներների Անցած տարի մարզում 1736 երեխա է ծնվել։ Այս ցուցանիշը 21-ով զիջում է 2009 թվականին արձանագրված ծնունդների թվին։ Նվազում է գրանցվել Կապանում եւ Սիսիանում, Գորիսում աճ է նկատվել, Մեղրիում ծնունդների թիվը պահպանվել է։ Մահը նույնպես 60-ով պակասել է։ Բնական աճը 3.2% է կազմում։ Իդեպ նվազել են նաեւ մանկական մահացությունները։ Աշոտ Ծատրյանը նշեց նաեւ 50-ից ավելի բժիշկ մասնագետների պահանջարկի մասին։ Իդեպ բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված գումարը կազմում է 1 միլիարդ 660 միլիոն դրամ, մոտ 300 միլիոնով ավելի, քան նախորդ տարի էր։ Մարզում տիրող սոցիալական իրավիճակը բնութագրեց բաժնի պետ Արամ Շահնազարյանը։ Մեզ դիմաց, ասենք 790 քաղաքացիներից 595 ընտանիքի մենք ցույց ենք դրամական օգնություն 20-50 սահմաններում։ Դա մոտ նաև կատարված օգնությունների արդյունքում։ Այդ օգնությունների մեծ մասը հիմնականում մատկացվել է Կապան քաղաքին, քանի որ Գործազրկության մեր մասը ստեղ է։ Գործազրկության մեր մասն է, այս տարի մեր ամենամեծ ձեռքբերումը նաև որ փաստացի գրանցված գործազրկության 1% իջել է, մոտ 10 քաղաքացիներ տեղավորվել են աշխատանք։ Որպես ձեռքբերում Արամ Շահնազարյանը հիշատակեց 199 հայրենական պատերազմի վետերանի ԽՍՀՄ բանկի ավանդների փոխհատուցման գործընթացի լիարժեք իրականացումը։ Սյունիքի մարզպետը նշեց, որ այս տարի եւս մեծ ուշադրություն կդարձվի բազմազավակ ընտանիքների բարեկեցության ապահովմանը։ Առողջապահության վարչության եւ սոցիալական բաժնի շնորհակալություն ձեզ, բայց դեմքերը ավելի շատ դինեն, անպայմանորեն աշխատության որոշ աշխատակիցների հետ ընտանեկան բժիշկների այցել ես, ընդունել գյուղական համայնքներում չէ, քանիսն է 20 քանի 11 գյուղական ամբուլատորիաներ։
Բոլոր տարեկան 2-3 անգամ պետք է աշխատել ես ամբուլատորիաները գյուղական, մեկ այդպես ամբուլատորիաները տեսնեն ինչով են զբաղված, ինչ անում, իսկապես բացա այդ դուրն գյուղական բնակիչը գյուղական հավաքտի տեղ խնդրի թե չի կարող։ Սյունիքի մարզպետն ընդունեց նաև մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների ղեկավարներին, որից հետո տարածքային կառավարման վարչության պատասխանատուն մանրամասն ներկայացրեց ոլորտում առկա պատկերը։ 14 համայնքների մաս են կազմել տեղական ինքնակառավարումների ընդունումներ, 13 հայկական և 1 հանրահավաքական ընտրություններ, ապահովել են ընտրությունների շարունակություն նախատեսված բոլոր միջոցառումները և համակարգվել են ազգային բաժանումների տարածքային և տարածքային ընտրական հաստաշավորների աշխատանքը։ Եվ արդյունքում ենք պաստվում ընտրություններ կազմակերպված առանց էական հաստատողների գերացումների։ Տեղական ինքնակառավարման օրենքի իմացություն ոչ բոլոր համայնքների ղեկավարներն են ապահովում, ինչը Սյունիքի մարզպետը գերակա խնդիր է համարում։ Անցած տարիներին կանչեցինք աշխատակազմի ղեկավարների այստեղ սեմինարների, երևի թե մի մասը չհետևեցինք, մասնակցությունը ապահովում էր, չէր ապահովում, ամենևս այս անգամ ավելի խիստ է դրվելու եւ դրան ամբողջ ավոտով գլխով դեր պատասխան տալու, որ այդ մարդիկ այդ հանրաժողովը գործի եւ բոլորն մասնակցեն այդ դասընթացներին։ Ուրեմն այսօր գյուղական մակարդակը, գյուղական կառավարման մակարդակը շատ ցածր է։ Գյուղապետը շատ քիչ գյուղապետ է ունենք, որ տեղական ինքնակառավարման մասին օրենքը կարող է պատկերացնի 60-70%-ով։ Եվ հիմա պետք է փորձենք դրա վրա աշխատել։ Ինչքան որ դրա վրա աշխատեցիք, այնքան այդ մարդը գիտակցի կազմանը, որ սեփական եկամուտները ինքը պարտավոր է հավաքելու։ Ինքը պարտավոր է մարզպետարանի կամ կառավարության կողմից ուղարկված փաստաթղթերին ճիշտ պատասխանելու։ Կրթության եւ գյուղվարչության պատասխանատուների խոսքը լսելուց հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը գնահատեց վերջիններիս նախորդ տարվա կատարած աշխատանքը եւ նախանշեց առաջիկա անելիքները։ Բավականին լավ աշխատել են, որովհետև այսօր նաև կա ընդհանուր մարզպետարանի աշխատանքի գնահատականը կառավարության կողմից, ընդհանուր մարզպետարանի աշխատանքը կառավարության կողմից գնահատված է բարձր։ Դա այսինքն ըստ ճյուղերի նախարարությունների, գերտերտեսությունների բոլորի կողմից մարզպետարանի աշխատանքը գնահատված է շատ բարձր եւ բնականաբար դա մարզպետով չի պայմանավորված, մարզպետարանը պայմանավորված է մարզպետարանի բոլոր կառույցներով, վարչություններով, բաժիններով եւ ընդհանրապես։ Ուրեմն բոլոր ծառայությունները, բոլոր վարչությունները իրենց աշխատանքը կատարել են բարձր եւ նաեւ ֆինանսական առումով դա երևում է թղթի վրա եւ կատարած աշխատանքն է երևում եւ հայմատության մեջ բավականին տարբերություններն են շատ անցած 2019 եւ 10 թվականների մի խոսքով աշխատանքները բավականին նորմալ արված եւ այսօր կան վարչություններ, որ նաեւ ասեմ ձեզ, որ կա վարչություն, որի աշխատանքը անբավարար են գնահատելու, դա ունենք, որովհետեւ չկա արդյունքում կատարած գործ չկա։ Եվ կան վարչություններ, որոնք բավականին շատ աշխատանքներ են կատարել։ Մարզպետը անդրադարձավ նաև սննդի եւ դեղորայքի շուկայում գների հնարավորիչեցմանը եւ ասաց, որ ինքն անձամբ հետամուտ է խնդրի լուծմանը։ Սննդի շուկայում ուրեմն հանձնաժողովը ստեղծված է, պարբերաբար ստուգումներ արվելու են, ուրեմն երևի տեղյակ եք, դեղորայքը 10%-ով էժանացվել է, դա արդեն երևում է, ուրեմն նաև սննդի այն ամենօրյա օգտագործող ուրեմն գրուպեղեր, դրանք են էժանացվել եւ այդ հանձնաժողովը պարբերաբար ստուգելու է, հացը չեն կարող ավելացնել, համոզված եմ, որ այսօր եւ կառավարության եւ նախագահի աշխատակազմի ուրեմն այդ գնային քաղաքականությունը հսկողության տակ է եւ մեր մոտ էլ ոչ թե այսօր ընդհանրապես այս տարիների ընթացքում միշտ եղել է հսկողության տակ, մենք կարողանում ենք կոնկրետանանք, ճշտենք, երբ որ ցորեն ալուրը թանկանում է, մենք էլ չափը պահում ենք, այսինքն կալկուլյացիա, երբ որ էժանանում է, ամիջապես էժանացնում ենք։ Մի խոսքով համոզված եմ, որ մեր մարզում էլ մարդիկ իսկապես բարեխիղճ չեն եւ բոլոր ոլորտներում, թե դեղորայքի վաճառողները, թե հացի փուրերը, թե չգիտեմ, տենց բոլորն էլ բարեխիղճ չեն, որովհետեւ ոչ մեկը դեռևս չի ընդդիմացել, չի զլացել էժանացնելուց եւ գիտակցաբար հասկանում են, որ իսկապես մեր ժողովրդի վիճակը չի կարելի համատել Արարատյան դաշտավայրին, որովհետեւ Արարատյան դաշտավայրի հողը հենց ինքը իրանով հարստություն է։ Իսկ մենք կապանում չունենք, հող չունենք, մշակվող տարածաշրջաններ չունենք եւ մեր ժողովուրդն էլ նաեւ այդ ուղղությամբ մասնագիտացված չեն։